Բարի երեկո Լիլիթ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները, թեպետ ամեն օրն է կարևոր կարծես դարձել եւ տեղեկատվությունը լույսի արագությամբ անդադ փոխվում է։ Բայց սկսենք ամենասկզբից, երբ Ադրբեջանը 4 հայ գերիներին, այսպես ասած, փոխանցեց Հայաստանին, որի դիմաց ստացավ 2 ահաբեկիչների, այսպես թույլ տվեք ձևակերպենք։ Նախ ինչով էր պայմանավորված, որ հենց այս փուլում այս գործողությունը տեղի ունեցավ կամ այս գործարքը տեղի ունեցավ 4-ը 2-ի դիմաց, այլ ոչ թե 23-ը, այնտեղ մենք ունենք 19 գերիներ եւս, հաստատված նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ հանրության լայն շերտեր նշեցին, որ Միացյալ Նահանգների ձեռամսա տեղի ունեցավ։ Ինչպես կմեկնաբանեք այս գործողությունը, այս ժեստը Ալիևի կողմից եւ ինչու ոչ բոլորը, այլ 4-ը։ Նա կարծես գործարքի է նորից գնում։ Ես էլ միանշանակ համաձայն եմ, որ ամերիկյան կողմի, հայկական կողմի միջնորդությամբ, ամերիկյան կողմի օգնությամբ, այո, Ալիևը, որը իրեն այսպես ներկայացնում է որպես խաղաղասեր, նա պետք է քայլեր անի, որպեսզի Տրամպի վարչակազմին ցույց տա, որ ինքը իրոք գնում է խաղաղության։ Չնայած երբեմն նաև հակառակ քայլերն է անում, այսպես բալանսավորում է։ Քանի որ մարդկային ռեսուրսը ավտոկրատ երկրների համար ներողություն իհարկե հանդիսանում է բանակցային, այսպես խաղաթուղթ, ինչպես կասեր Տրամպը, նա միանգամից բաց չի թողնում, ինչ որ զիջումների կամ բարի ժեստի դիմաց, այսպես կաթիլ ներողություն իհարկե գնում է ինչ որ քայլերի, դա Ռուսաստանի դեպ նաև տակտիկան է գերիների փոխանակման, ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դա ավելի լուրջ թեմա է, ես կարծում եմ այնտեղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը գուցե ինչ որ պայմանավորվածություններ ունեն, որ դեռևս նրանք պետք է իմ կարծիքով մնան Բաքվում։ Բայց երբ որ գնում ենք խաղաղության, խաղաղությունը իրենց ենթադրում է հենց նույն օկուպացված տարածքից դուրս գալ, թեպետ նրանք մեր տարածքներում են դեռ սուվերեն տարածքում, այդ մասին բոլորը գիտեն։ Գերիների փոխանակում, ինչու չեն գնում դրանով, ինչ են ուզում դրանով ցույց տալ, որ ընդամենը 4-ն ենք տալիս, կաթիլ ինչ որ բաներ տալ, խղճահարության տեսքով, ինչ է սա նշանակում։ Սա իրական խաղաղություն չէ։ Եկեք ընդունենք, որ դա այդպես է։ Խաղաղություն նշանակում է սահմանների բացում, ոչ թե տրանզիտ ինչ-որ անցումներ։ Խաղաղություն նշանակում է տնտեսական հարաբերությունների պայմանագրային կառուցում, այսինքն իրավունքներ, պարտականություններ, այսպես, այսինքն սա ինչ-որ 1-2 անգամյա սահմանով անցնելու ինչ-որ միտում պետք է չունենա։ Տնտեսական լիարժեք հարաբերություններ։ Խաղաղություն նշանակում է չխոսել անխոչնդոտ ճանապարհի մասին։ Այնպես չանել, որ նախկին արտգործնախարար Մամեդյարովը խոսի ուրեմն երկաթուղու պատկանելիության մասին։ Մենք գիտենք, որ հենց այնպես Ադրբեջանում որևէ մեկը չի կարող այդպիսի հայտարարություն անել։ Խաղաղություն նշանակում է չանել հայտարարություններ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի, անկլավների, այսպես շարունակ։ Խաղաղություն նշանակում է չասել, որ այլևս աշխարհում ուժի իրավունքն է իշխում եւ ինչքան հնարավոր է լավ հարաբերություններ պետք է ունենանք, ինչքան հնարավոր շատ հարևանների հետ։ Բոլորի կարծում եմ պետք է նշել, ոչ թե շատ հարևանների։ Այսպես ես ինքս Ալիևին չեմ վստահում, որովհետև չի կարող մարդ մեկ ամսում փոխել իր դիրքորոշումը, մեկ ամիս առաջ պահել իրեն այլ կերպ, այլ հարց է, որ այս պահին ես վստահ եմ Ալիևը չունի այն ռեսուրսը, որ Տրամպին այսպես ուղիղ հակառակ գնա, որը ամեն օր նշում է, որ եւ Փաշինյանն է իմ ընկերը, եւ Ալիևն է իմ ընկերը, նրանք խաղաղասեր են, Ալիևը պետք է մտնի այդ ամպլուայի մեջ։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք ուղղակի շատ կոպիտ է հնչում զորով ինչ-որ գործողություն կատարելու մի գործընթաց, նաև խոսվեց այն մասին, որ սա հակակշիռն է 907-րդ բանաձևի վիժեցման, այսինքն ցույց է տալիս, տեսեք, որ մենք, տեսեք ինչ խաղաղասեր ենք, մենք ցորեն, բենզին, նավթ, ամեն ինչ փորձում ենք տալ, իսկ դուք դեռ 907-րդ բանաձևը, գիտեք այդ բանաձևը շատ հայտնի, ինչ պատժամիջոցներ են ենթադրում, գերիներն էլ փորձում են այդ ամբողջի մեջ, այդ մի սրվակի մեջ տեղավորել, բայց այդուհանդերձ արդյոք հնարավոր կլինի խուսափել նրանց 907-րդ բանաձևի կիրառումից։ Եթե հանրապետականները այդպես լոբինգ իրականացեն, մենք գիտենք, որ հանրապետականը մեծամասնություն ունի եւ սենատում եւ ներկայացուցիչների պալատում, այսինքն կոնգրեսում, տեսնենք գուցե Տրամպը խնդրի արկախել ինչ-որ մեթոդներ, համենայնդեպս մենք հիշում ենք, որ ԱՄՆ Ադրբեջան արդեն առանձին համաձայնագրում կա կետ նույնիսկ ռազմական համագործակցության մասին, տարօրինակ է, որ Հայաստանի հետ կարծես ես այդպեսի բան չեմ հիշում, դա շատ կարեւոր է մեզ համար։ Տեսեք, Ալիևը չի կարող միջանցքի տրամաբանությանը դեմ գնալ, եթե Ադրբեջանով Հայաստանով չանցնեն բեռներ, ստացվում է Ալիևը խոչընդոտում է իր քայլերով։ Դրա համար իրենք չեն բացում սահմանը Թուրքիայի հետ միասին, բայց այսպես սիմվոլիկ քայլեր են անում ցույց տալու համար։ Նայած միջազգային ասպարեզում մենք ձեզ այդ բոլոր վերլուծությունների ժամանակ դա ենք խոսում ժամ առ ժամ, ինչպես դուք նշեցիք, իրավիճակ է փոխվում, չես կարող ասել Տրամպը ինչ քայլերի կգնա, նա անկանխատեսելի է։ Այս պայմաններում գնալ կտրուկ գործողություններ ասել ոչ, ես սահմանը չեմ բացում կամ գերի
անգլիերիներին գոնե 2-3 հոգի չեն վերադարձնում, 4, դա չի լինի կոնստրուկտիվ ալևի տեսակետից, բայց օրինակ ինձ համար կարևոր է սահմանազատման գործընթացը, եթե թրիփը պիտի Հայաստանով անցնի, Հայաստան-Ադրբեջան հատկապես այդ հատվածը պետք է սահմանազատվի։ Անդադ խոսում են հանձնաժողովի հանդիպումների մասին, բայց ռեալ քայլեր այս պահին չենք տեսնում։ Սա էլ տեղից չի շարժվում։ Խոսեցինք տրիպից, անդրադառնանք եւս կարևոր մի թեմայի, հունվարի 14-ին Արտաքին գործերի նախարար Արադ Միրզյանը Միացյալ Նահանգներում էր, Սպիտակ տանը հանդիպեց գլխավոր պետքարտուղարի ներկայացուցչին, Ռուբիոյին ներողություն, եւ այնտեղ նրանք եկան այն համաձայնության, որ տրիպի 74%-ը Միացյալ Նահանգներն է կառավարում, 26%-ը Հայաստան։ Ինչ է սա ենթադրում, ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում, ինչ անվտանգության երաշխիքներ է պարունակում, ինչ է իրենց ներկայացնում այս մոդելը, որովհետև այնտեղ կա front office եւ back office եւ մի փոքր ավելի մանրամասնեմ, որ front office-ը ամբողջապես Միացյալ Նահանգներն է հսկում, միայն տեղեկատվություն տալիս է back office-ին Հայաստանին։ Ինչ է սա ենթադրում։ Քանի որ սա դեռ հռչակագրային բնույթ ունի, ես նշում եմ, սա համաձայնություն չի, այստեղ հատուկ նշված կետ կա, որ սա չի նշում շրջանակ, իրավունքների եւ պարտականությունների երկու կողմերի համար, այսինքն պետք է դեռ լինի պայմանագիր, որը վերաբերում է ստեղծվող այդ կոնցեսիոն կառավարմանը, տոկոսների հետ կապված կարող է փոփոխություններ լինել, գուցե դրական, գուցե բացասական, ինչպես դուք նշեցիք, հայկական կողմը այդտեղ ինչ իրավունքներ եւ պարտականություններ է ունենալու, ասում են տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվում է, պետք է լինի փաստաթուղթ, մենք հիմա չենք կարող ասել ինչ տեղի կունենա ի վերջո, այո, խոսում են, որ շուտով ներդրումները լինելու են, բայց մինչև պայմանագիր չլինի, հսկողությունը չիմանանք ով է իրականացնելու, որովհետև ինձ համար կարևոր է նաև անվտանգային կոմպոնենտը, եթե երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, եթե Ադրբեջանը իմ կարծիքով անկեղծ չի խաղաղության իր ձգտմանը, այնտեղ պիտի լինի ԱՄՆ ներկայություն, դա ուժային ներկայություն, խոսքը բազայի մասին չի։ Չգիտեմ, դիտորդների տեսքով եւ այլն, համենայն դեպս սա դեռ հռչակագիր է, որը պիտի ունենա իր իրավապայմանագրային հիմքը։ Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել, բայց այն, որ ամերիկյան կողմը պետք է բերել տարածաշրջան, այն, որ ինձ համար անընդունելի է ռուսական կողմի վերահսկողությամբ FSB-ի եւ միայն FSB-ի վերահսկողությամբ միջանցք տրամադրելը, դա միանշանակ է։ Բայց տեսեք, այստեղ նաեւ ռիսկերի մասին են խոսում շատ վերլուծաբաններ, ձեր գործընկերները, գոլեգաները, ասում են, որ ուղիղ հարվածում է հայ-իրանական հարաբերություններին այս ամենը։ Եվ Միացյալ Նահանգները հենց բուն դրա համար է շահագրգռված։ Արդյոք դուք համամիտ եք այդ կարծիքին կամ ինչ որ տրամաբանություն կա այդ ամենի մեջ, ինչ որ կարող է հարվածել, նույնիսկ ասում են հայերը իրավունք չեն ունենալու, ենթադրենք Երևան մեղրի երկաթգիծ կառուցել, Միացյալ Նահանգներն է որոշելու։ Որքանով եք այս մտքի հետ համակարծիք կամ դեմ։ Դե վերջինը դեռ սպեկուլյացիա է, մենք չենք կարող այդպեսի բան ասել, կրկնեմ, պայմանագիր չկա, ինչ վերաբերում է Իրանին, ես ռեալ պոլիտիկի կողմնակիցն եմ, այո, իհարկե ԱՄՆ-ն իր շահերից ելնելով է գալիս տարածաշրջան, եկել է ժամանակը հասկանալու, որ ոչ Ռուսաստանն է մեզ շատ սիրում, ներողություն իհարկե դա քաղաքագիտական տերմին չի, ոչ էլ ԱՄՆ-ն է մեզ շատ սիրում, ԱՄՆ-ն ունի իր շահերը, այլ հարցը, որ մեր շահերը կարող են համընկնել այդ պահին կամ չհամընկնել։ Ինչ վերաբերում է Իրանին, իրանական կողմի շահերն էլ ոչ հաճախ են մեզ հետ համընկնում, օրինակ Արցախի հարցում չէին համընկնում, կամ Հայաստանի ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում չէին համընկնում, կամ երբ Ադրբեջանը իր տարածքը տրամադրում է Իսրայելին, Ադրբեջանի չեն քննադատում, ներողություն, ինձ համար կարևոր է Հայաստանի Հանրապետության շահը, հայտոն որ Իրանի Իսլամական Հանրապետության, այո, Իրանը մեր հարևան երկիրն է եւ Հայաստանը բազմիցս նշել է, որ հայկական տարածքը չի կարող պլացդարմ դառնալ Իրանի վրա հարձակումների համար, բայց Իրանը պիտի գիտակցի, որ մենք այսօր ռուս-թուրքական ակցիայի մեջ ենք գտնվում եւ սա մեզ համար փրկության ինչ որ օղակներից մեկն է, ոչ թե մեզ ամեն անգամ տանի 3+3 հարթակ եւ իդեպ կարծում եմ Իրանի շահերից բխում է արևմուտքի հետ գնալ համաձայնության, Տրամպը ասում է բանակցում ենք, հակառակ պարագայում այսպիսի տնտեսությամբ Իրանը լուրջ խնդիրների առջև է կանգնում։ Խոսեցինք Ռուսաստանի Դաշնության, իր գործողությունների եւ վարքագծի մասին, հատկանշական է, որ մի քանի օր առաջ Արտաքին գործերի նախարար Լավրովը մամուլի ասուլիս էր տվել եւ շատ կոշտ արձագանքեց Հայաստանի մասով եւ նշեց, որ չի լինում այնպես եւ ԵՄ-ում եք եւ ԵԱՏՄ-ում եք, կողմնորոշվեք, կամ ԵՄ-ում եք կամ ԵԱՏՄ-ում չեք։ Եթե ԵԱՏՄ-ում եք, ԵՄ-ում չեք։ Ինչ է սա նշանակում։ Ուղիղ սպառնալիք էր, հորդորեր, ինչ էր սա։ Նախ պարոն Լավրովը, չգիտեմ, քանի անգամից է ներողություն հասկանում, մենք հասկացանք, մի քանի անգամ պետք չի օրվա մեջ նշել, այո, Հայաստանը չի կարող լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում, բայց Հայաստանը այս պահին ԵԱՏՄ-ում է։ Ինչ քայլեր է անում Եվրամիության ուղղությամբ, ես չեմ կարող ասել, ես այդ գործընթացի մասնակից չեմ։ Նիկոլ Փաշինյանը մեկ նշում է, որ մենք դիմելու ենք թեկնածության համար, մեկ ասում է, որ կարող է անդամ չդառնանք, ես չեմ կարող ասել Հայաստանի իշխանությունները ինչ ծրագրեր ունեն, բայց Հայաստանը պիտի համագործակցի բոլոր
կողմերի հետ այս պահին քանի դեռ Հայաստանը չի հայտարարել, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, Լավրովի հայտարարությունները վաղաժամ են։ Լավրովի մեկ հայտարարություն անել անդրադառնանք եւ Լավրովին հանգիստ թողնենք։ Նա հետեւյալ միտքն ասեց, որ Կալասը հայտարարել է, որ Հայաստանում ընտրությունները Ռուսաստանի Դաշնության պես կգործեն մոլդովական սցենարով։ Մոլդովայում Սանդուն նախագահ է դարձել ընտրակեղծիքների միջոցով։ Ինչ է սա։ Ես որքանով հիշում եմ, Ռուսաստանը մշտապես ճանաչել է Հայաստանում այն ընտրությունների արդյունքները, որով Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ, առաջիններից է շնորհավորել։ Մոլդովայում չեմ հիշում, հիմա չգիտեմ, ռուսական կողմը արդյոք փոխել է իր դիրքորոշումը, բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հայ ժողովուրդը իր ձայներով կորոշի ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետ, եթե Ռուսաստանը տեսնի ռեալ ընտրակեղծիքներ, ոչ թե մտածածին ինչպես Մոլդովայում, իսկ Մոլդովայում ընտրակեղծիքի մասին առաջին անգամ եմ լսում։ Եթե ընտրակեղծիքներ լինեին, մենք կտեսնեինք ժողովրդի բողոք։ Ռուսական շահերը պաշտպանող նախկին նախագահ կոռուպցիոներ Դոդոնը հանրահավաք էր հրավիրել, որտեղ 50 հոգի էին մասնակցում, չեմ կարծում դա։ Իսկ եթե օրինակ Ռուսաստանում հանրահավաք հրավիրվի եւ իրոք թողնեն, որ հրավիրվի, կարծում ավելի շատ մարդ կմասնակցի։ Անդրադառնանք Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդին, որտեղ նա հրավիրել է նաեւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին, այնտեղ են զարմանալիորեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, այնտեղ է Ալիևը, այնտեղ է Նեթանյահուն եւ այսպես շարունակ։ Մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ այնտեղ չեն։ Մենք գնացինք, Եվրոպան չգնաց։ Ինչ է սա ենթադրում։ Նախ դա մտածածին խորհուրդ է, ես չեմ հավատում ներողություն, որ կունենա ռեալ ինչ-որ դրսևորում, իդեպ Նետանյահուն սկզբում մերժել էր։ Հետո քանի որ Թրամփը ասաց, որ խոսքը չի վերաբերում միայն Գազային, այլ Ուկրաինայի կոնֆլիկտը ընդհանրապես դա ՄԱԿ-ն է, նոր Նետանյահուն այսպես մտածեց, նույնը անում է Պուտինը, Պուտինը դեռ չի համաձայնվել, նա ստացել է առաջարկը։ Ինչու մենք մերժենք, ներողություն կենցաղային ասեմ, վատամարտ լինենք Թրամփի հետ, ավելի լավ է Մակրոնը եւ եվրոպացիները, Կանադան, եթե գլխավոր երկրները Եվրոպայի չեն համաձայնվում, անիմաստ է։ Իդեպ սա առաջին Թրամփի առաջարկը չի, նա նոր G5 էր, չէ՞, ուզում ստեղծել Հնդկաստան, Ճապոնիա, Ռուսաստան, ԱՄՆ, այսինքն նա անդադ Չինաստան, այդպիսի մտորումների փնտրտուքների մեջ է, բայց ես կարող եմ նշել, որ օրինակ վերջին հարցումներով 85% ԱՄՆ բնակչության դեմ է Գրենլանդիայի հանդեպ որևէ գործողությունների, արդյոք միջանկյալություններից առաջ ԱՄՆ նախագահը կգնա ռիսկային քայլերի։ Դե արդեն կարծես պատժամիջոցները նվազեցրեց, այնտեղ հանեց որոշակի բաներ անհասկանալի։ Որովհետև հունվարի 20-ը սև օր էր մարքեթներում ԱՄՆ, հոկտեմբերից հետո ամենամեծ անկումն է եղել, գիտեք, ԱՄՆ բիզնեսի երկիր է եւ Թրամփը Կանադան էր իրեն միացնում, Մեքսիկան էլ, չխոսենք Վենեսուելան արդեն իրենն է։ Այո, Իրանի վրա էր հարձակվել։ Ես նկատում եմ, որ այն երկրները, որոնք կոշտ են պատասխանում Թրամփին, այդքան մեծ սանկցիաների տակ չեն հայտնվում, որքան այն երկրները, որոնք շատ հեշտությամբ են համաձայնում։ Թեպետ նա նշում է, որ տեսեք, վերջ մենք ձեզ կփոշիացնենք, Իրանին էլ վերջերս նման հայտարարություն արեց։ Եվ վերջում փորձենք Լիլի ջան ամփոփել, ինչ օրակարգում եւ ինչ աշխարհակարգում ենք ապրում։ Կարծես դարձել է մի բան, որ ուժն է ծնում իրավունք, եթե ուժեղ ես, ուրեմն միջազգային արտարժույթը քոնն է, իրավունքը քոնն է։ Եթե ուժ չունես, պարտվող ես, դիրքերդ թույլ է, հա, ու զուգահեռներ են տանում նույնպես ձեր գործընկերները, մի շարք վերլուծաբաններ, որ Հայաստանը երբ որ Արցախը միասին էր հայկականներ, ավելի ուրիշ տեսքով էր բանակցում, քան այժմ։ Այս մասով ձեր մեկնաբանությունը եւ փորձենք ամփոփել։ Արցախի հետ կապված կարճ ասեմ, Արցախը հայկական էր, բայց Արցախը այնպես չէին անում, որ միշտ լինի հայկական, այսինքն բանակի թույլատումը, կոռուպցիան, Արցախի հարցում միջազգային ասպարեզում սխալ քայլերը եւ մեկ կետից կախված լինելը չի նշանակում, որ Արցախը հայկական էր։ 20 տարի հայկական էր, 40 տարի կարող էր լինել ադրբեջանական եւ այսպես շարունակ, նայած Ռուսաստանը այդ կոնֆլիկտը ինչպես կխաղարկի։ Իդեպ ես չեմ բացառում, որ նույնիսկ եթե Հայաստանը հրաժարվում է Արցախի հարցից, ով ասաց, որ Ռուսաստանը ինքնուրույն չի կարող օրինակ արցախցիներին խնդրել միանալ Ռուսաստանին։ Ես սա ֆանտաստիկ սցենար չեմ համարում, հիշում եք, այդպիսի խոսակցություններ իդեպ կային, որ կարող է այնտեղ այդպիսի եւ վստահ եմ արցախցիներ կլինեն եւ ռազմաքաղաքական ղեկավարությունից էլ որ կհամաձայնվեն դրան, այնպես որ Ալիևի համար փակ չի Արցախի հարցը։ Իսկ ինչ վերաբերում է ուժն է ծնում իրան սկզբունքին, ես Գարեգին Նժդեի մեծ երկրպագուն եմ, դա դեռ վաղուց է ասվել։ Այո, միջազգային իրավունքը մշտապես դա նորություն չի, զուգահեռաբար գործել է ուժի հետ եւ եթե Հայաստանի նույնիսկ հարևան Ադրբեջանն է ասում, որ այսուհետ գործելու է ուժը, կարծում եմ սա մեզ համար հստակ ազդակ պիտի լինի, որ երկուսն էլ պետք է կիրառել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։